Երրորդ օրն է Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջնակը դպրոց է գնում քրոջ ու եղբոր հետ, ավագ քույրը հեռավար կսովորի։ Դասարանում իրենց լավ են զգում, շրջապատված են սիրով, շատ հոգատարությամբ եւ դասղեկը, հոգեբանը եւ տնօրինությունը իրենց ջերմությամբ են շրջապատում աղջիկներին, երեքին էլ նախ, տղան նույնպես մեր ուշադրության կենտրոնում է, փառք Աստծո, ադապտացվում են միջավայրին։ Ընտանիքի 3 երեխաները Վեդու հիմնական դպրոցում են սովորում։ Տնօրեն Ալվարդ Պապոյանը, որ մինչև այս հոգեբանի հետ պարբերաբար տուն էր այցելում, այժմ վստահեցնում է, թե հոգեբանական աշխատանքն է շարունակվում, թե կրթական պրոցեսն է վերականգնվել։ Ընկերուհիների հետ շփվում են, սա եւս շատ ուրախացնող է։ Մենք կողքից անընդհատ նայում ենք։ Ամեն ինչ կարծում եմ, որ արագ հունի մեջ կընկնի։ Երեկվանից ոստիկանությունն է հերթապահում անչափահաս քույրերի տան մոտ, այսօր առավոտից էլ դպրոցի մոտ էին։ Այսօր առավոտվա 8:45-ից ոստիկանը հերթապահում էր դպրոցի դարպասի մոտ, ամբողջ օրը դարպասի մոտ կանգնած եղել, կարելի ասել պահակային ծառայություններ իրականացնում եւ նախ երեխաները իսկապես շատ ապահով ձեռքերում են, այնուամենայնիվ դասղեկը դասերի վերջում իջեցրել է, ոստիկանը իրենց մեքենայով տարել է։ Մենք այսօր նաև պաշտպանության միջոց ենք կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ անվտանգության միջոցներ եւ այլն։ Քննչական կոմիտեի նախագահն օրեր առաջ էր հայտնել, որ պաշտպանության անվտանգության միջոց կկիրառվի։ 3 ամսով ուշացած պաշտպանություն է, ասում է բռնության ենթարկված անչափահաս քույրերի փաստաբանը։ 24 ժամ պետք է հսկվեն երեխաները, նրանց շարժը հսկվի, որպեսզի ավելորդ ինչ-որ միջադեպեր կրկին անգամ չարձանագրվեն, մասնապես խոսքը կարող էր գնալ եւ մեղադրյալների ընտանիքի անդամների կողմից եւ չգիտեմ այլ անձանց կողմից, թեպետ նշեմ, որ այդ ընտանիքի անդամների կողմից, մանկապիղծների որևէ միջադեպ երեխեքի մասով մենք չենք արձանագրել։ Մեղադրյալները 3-ն են ընտանիքի հետ մտերմություն արած 65-ամյա վեդեցի տղամարդը իր 58-ամյա ընկերոջ հետ մեղադրվում են սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար, իսկ 39-ամյա մի երևանցի, որ ընտանիքին որպես բարերար է ներկայացել, մեղադրյալ է ավելի մեղմ անառակաբարո գործողություններ կատարելու հոդվածով։ Վերջինիս մեղադրանքն ըստ փաստաբանի պայմանավորված է նրանով, որ կրտսեր աղջնակը, որի հեռախոսում էլ գտնվել են այս բարերարի ձայնային հաղորդագրությունները, դեռ չի հարցաքննվել։ Ամսի 6-ին էր, որ փորձում էին առանց փաստաբանների եւ օրինական ներկայացուցիչ տանել հարցաքննության ներկայացնել, ինչը չթողեցինք մենք, դրանից հետո որևէ գործողություն չի կատարվել։ Մեծը հարցաքննվել եւ առերեսվել է։ 3 մեղադրյալներն էլ կալանավորված են այժմ։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ունի կասկածներ, որ նրանց սեռական կրքերի զոհերը միայն այս 2 աղջնակները չեն։ Կերազեն, տեսեք ինչ եմ ասում, որ կասկածները մեզ չփարատվի։ Վեդիի այս զարհուրելի պատմությունը լրահոսում այս ամսվա սկզբին պայթեց։ Դեռ փետրվարին ոստիկանությունն ահազանգ էր ստացել աղջնակներից մեկի նկատմամբ սեռական բռնության կասկածի մասին։ Ըստ փաստաբանների իրավապահները ոչինչ չէին ձեռնարկել։ Հետո երկրորդ ահազանգը արդեն ավագ քրոջ հանդեպ բռնության, ապրիլին դարձյալ անգործություն։ Մինչև Բադոյան Նյուզը գրեց, թե իրավապահները մանկապղծության գործ են կոծկում։ 3 ամիս շարունակ ազատության մեջ գտնվող ենթադրյալ բռնարարները կալանավորվեցին օրեր առաջ։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի՞ է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Մայիսի 7-ին օրվա առաջին կեսին այս կարծիքին էր վարչապետ Փաշինյանը։ Երեկոյան, սակայն, Արարատի մարզի ու Վեդու քննչականի ոստիկանության բոլոր բարձրաստիճանները հեռացվեցին աշխատանքից։ Մարզի դատախազն ինքը հեռացավ։ Հիմա արդեն Փաշինյանն այս սարսափելի պատմության մասին խոսում է առանց իրավապահների հանդեպ գորովանքի։ Որոշակի դառնության զգացում ունեմ, որ եւ կարծում եմ եւ պահանջում եմ, որ այդ օրինակ դեպքերում հատկապես բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքից։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը կարծում է, բոլորը չի որ հեռացվել են։ Իրավապահների անգործության հետևանք էր, որ աղջնակների հորեղբայրը դանակով փողոց էր դուրս եկել ու դանակահարել ենթադրյալ մանկապիղծներից մեկին։ Հետո էլ, երբ երեխաներից մեկին առանց փաստաբանի ու օրինական ներկայացուցչի հարցաքննության էին կանչում, միջադեպ էր եղել ոստիկանության ծառայողի հետ։ Երեխաների հորեղբայրը ձերբակալվեց, սակայն նրան մեղադրանք չառաջադրվեց, ազատ արձակվեց։ Չուզեցան հասարակության կրքերը ավելի թեժանա։ Ես կարծում եմ, որ ավելի կթեժացներ վրդովմունքը հասարակության մեջ, եթե հիմա էլ հորեղբորը մեղադրանք առաջադրի, հասկանալով հանդերձ, թե ինչու էր հորեղբայրը այդ քայլերին դիմել։ Իրենք էլ մեզանից լավ հասկանում են, չէ, հորեղբայրը ինչի էր այդ քայլերին դիմել։ Իրավապահների պաշտոնանկություններից հետո անչափահաս քույրերի փաստաբանները հարցաքննության ծանուցումներ չեն ստացել։